Շատ մեծ սպասումներ ունեմ մրցույթից, ամեն ինչ կլինի շատ արդար, երեխաները չտեսնված են։ Համոզված եմ ուղղակի, որ ամսի 9-ին մենք կստանանք լիարժեք սիրուն շոու։ Ոչ միայն Նովայա Վոլնայի երաժշտական պրոդյուսերները, այլև Armenia TV-ում հատուկ ազգային նախընտրական փուլն անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած պրոֆեսիոնալ ժյուրին դեռ այն ժամանակ հաճելիորեն զարմացած էր փոքրիկների վոկալ տվյալներից։ Фантастика. Просто фантастика. Супер музыкальная нация. И мы увидели ее представителей юных. Довольны и счастливы. Мы не зря сюда приехали. Знаю о том, что в Армении действительно всегда были таланты и есть годами, и это все об этом знают, но сегодня было действительно этому подтверждение. Мы не зря приехали, потому что такое количество замечательных исполнителей, что каждый из них пришлось объяснять, что на следующий год, если они не приедут, то мы не приедем тоже сюда. Ребята, встаньте рядом с девчонкой. Безоговорочным для всех членов жюри был один коллектив, который называется группа «Размик и компания». Не убейтесь, пожалуйста. Вы нам нужны в Артеке живыми. И мы сделали в связи с первым национальным отборочным туром в Армении исключение. Они сразу едут в Артек. Держите солиста, у него голова кружится. Ահա այսպես հաղթարելով առաջին հուզմունքը, գիտակցելով պահի լրջությունը եւ իրենց վստահված պատասխանատվությունը, երեխաները մեկնեցին Ղրիմ, որտեղ Արտեկ մանկական ճամբարում էլ մասնակցեցին մանկական Նովայա Վոլնայի եզրափակչին ու ըստ էության այս տարվա Նովայա Վոլնան հայկական հռչակեցին։ Այս մրցույթի պատմության մեջ մինչ օրս չլսված ու չտեսնված հաջողություն։ Նախ 13-ից 15 տարեկանների պայքարում մեր երկրի պատիվը բարձր պահեց Ռազմիկ եւ ընկերներ խումբը։ Երեխաները Ուկրաինուի հրաշամանուկ Վիկա Պետրիկի հետ կիսեցին առաջին տեղը, մի քանի անգամ հնչեցնելով Արմենիա անունը։ Նրանք ներկայացան Ֆրեդի Մերկուրիի We Will Rock You երգով եւ Մայքլ Ջեքսոնի Black or White ստեղծագործությամբ։ Ռազմիկի մեծ երազանքն է պրոֆեսիոնալ երգիչ դառնալ։ Բաղձալի երազանքին նա արդեն մոտ է, քանի որ նաեւ տեքստեր է գրում ու երաժշտություն հեղինակում, նվագում գիտար ու ջութակ։ Պրոֆեսիոնալ երաժիշտի հավակնություններ ունի նաեւ առայժմ Ստիվի Ուանդերի եւ Դմիտրի Խվորոստովսկու հետ երգել երազող Վլադիմիր Արզումանյանը կամ բեմական կեղծանվամբ Վով 1-ը, ով 8-ից 12 տարեկանների պայքարում երրորդ տեղն է զբաղեցրել Նովայա Վոլնայում։ Արդեն հայտնի ու ճանաչված փոքրիկ երաժիշտներին գիշերը ժամը 3-ին օդանավակայանի ժամանման սրահում հավաքվել են դիմավորելու հարազատները, ընկերներն ու երկրպագուները։ Նրանք միահամուռ ուժերով նախ հայրենասիրական ոգով լեցուն փոքրիկ աժիոտաժ են առաջացնում։ Ժամանման սրահում առաջինը հայտնվում են Ռազմիկ եւ ընկերներ խմբի տղաները։ Չհաշված հոգնածությունը ամեն ինչ լավ է։ Առաջին շնորհավորանքն ընդունելուց հետո մեզ հետ իր տպավորություններն է կիսում Ռազմիկ Աղաջանյանը, սկսելով իր ելույթը հաղթական երգով։ Was I good with you? Yes, we're one and the same. No, I believe in miracles, and a miracle has happened tonight. But if you think about my baby, it don't matter if you're black or white. Հաջողությունը սպասելի էր, բայց ոչ այդքան։ Զգացինք շատ ուրախ ենք եւ հուզված ենք, նաեւ իհարկե գոհ ենք արդյունքներից։ Ժյուրին շատ բարի գտնվեց եւ բոլոր գնահատականները առավելագույնը բարձրացրեց 11։ Չեմ ուզում մեծամիտ լինել, հավատում էինք, որ կհաղթեն, իսկ երբ որ իմացանք, անկեղծ ասած արդեն 3 գիշերը չենք քնում ուրախությունից, հուզմունքից, շատ ոգևորված ենք, շատ ուրախ ենք, որ Արմենիա հեռուստաընկերությունը լուսաբանում էր Նովայա Վոլնա մրցույթը եւ վստահ եմ, որ միահամուռ ուժերով մեր երեխաները հասան նման հաղթանակի։ Մյուս երեխաների ծնողներն էլ անթակույց ոգևորությամբ են եկել հայոց երագույնի պատիվը բարձր պահած որդիներին դիմավորելու։ Նրանց մեջ նաև հարվածային գործիքների փոքրիկ վարպետ Դավիթի հայրը, երգահան Արա Գևորգյանը։ Այսօր մենք բոլորս ազգովի կարելի ասել ուրախանում ենք այդ հաջողությամբ։ Իհարկե երեխաները նույնպես շատ չարչարվեցին, որպես ծնող ասեմ, որ ես այդքան չէի սպասում իրանցից։ Շնորհակալություն եմ հայտնում աջակցողներին, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր դա լուսաբանում են, ովքեր այդ լուսաբանելով ուրախացնում են ժողովրդին։ Մեծ զգացմունքներ ա, շատ վեհ, չգիտեմ, հետո ինչ եմ զգալու։ Հիմա կոնկրետ չեմ հասցնում զգամ, չեմ կարողանում պատկերացնել ինչա կատարվում։ Հաջողությունը քրտնաջան աշխատանքի արդյունք է եւ այն չէր կերտվի առանց պրոդյուսեր Միքայել Մարգարյանի հոգատար վերաբերմունքի։ Վստահ գնացինք, վստահ գալիս ենք։ 100% ելույթ, 100% գնահատականներ։
մաքսիմալ գնահատականներ, ինչքան կարելի էր, բուրըն ծափահարություններ, 7000 հանդիսատես ոտնկայս ծափահարություններ, սարսափելի մեծ մրցակցություն ունեինք։ Ռազմիկին վերջում հարցնում էին, ոնց ես կարծում դու հաղթելու ես, ասեց ես չեմ ուզում հաղթեմ։ Ես ուզում եմ մենք կիսենք առաջի տեղը, որովհետև Վիկա Պետրիկը, որը Ուկրաինայից էր, հրաշալի երգչի, հրաշալի աղջիկ, հրաշալի ընտանիք, մենք շատ գոհ ենք, որ կիսեցինք նրանց հետ առաջի տեղը։ Ահա եւ Վլադիմիր Արզումանյանը, նրա երրորդ տեղն էլ մեծ նվաճում է, ով մեկն էլ նախ հայտնի երգի ակապելայով է սկսում մեզ հետ զրույցը։ Spider-Man, Spider-Man, does whatever a spider can. Spins a web any size, catches thieves just like flies. Look out, here comes the Spider-Man. Սպասում էի ավելի լավ արդյունքի, բայց ոչինչ, երրորդ տեղն էլ չի վատ։ Ժյուրին էլ շատ բարձր ինձ դրեց։ Շատ հուզվել ենք, բոլորս очень болели за наших ребят, и Армения не подвела в этот раз. Телеканал Армения очень активное участие принимал в том, чтобы рекламировать наших ребят, как-то показать, и как-то ребята тоже не подвели. Մեր ներկայացուցիչները միջազգային բեմերում ապացուցեցին, որ տարածքով փոքրիկ Հայաստանը հսկա պոտենցիալ ունի։ Մեր մասնակիցների նորակերտ հաղթանակները դեռևս սկիզբն են լինելու մեծ հաղթարշավի, քանի որ այս ամենի ակունքներում է Արմենիա հեռուստատեսությունը։ Իսկ սա նշանակում է, որ դեռ ամեն ինչ առջևում է։